Հալելույա։ Հալելույա։ Հիսուսի անունով ողջունում եմ ձեզ եւ հրավիրում եմ, որպեսզի զբաղեցնեք ձեր տեղերը։ Ճիշտ ասած, ես ինչքան հիշում եմ, մի տարի առաջ էի այստեղ, բայց շատ ավելի շոկ էր, քան թե այսօրը, ու մի տարվա մեջ շատ մեծ փոփոխություն եմ տեսնում կապված եւ տեխնիկայի հետ եւ փառաբանության խմբի հետ, հրաշալի փառաբանություններ, իրականում շնորհակալություն, տեսնում եմ շատ բաներ փոխվել է, մանկական ծառայություն, փառք Աստծո, այսինքն մանկական ծառայությունը դա ապագան է, ամեն, ու իրականում օրհնում ենք, ինչպես Հովիվ Արմենը ասեց, այդ ապագան, որը գալու է այս կայրանի կյանքի խոս եկեղեցու վրա ու հավատում եմ, որ շատ շրջանների համար էլ օրինակ է լինելու, փառք Աստծո, լավ, սկի մտածել եք, որ թեմայով է մարդկային պատմության մեջ ամենաշատ գրքերը գրվե, ամենաշատ երգերը երգվե, ամենաշատ ֆիլմերը հանվե, թատրոնները, բանաստեղծությունները, որ թեմայով են ամենաշատը, սիրո, փառք Աստծո, գիտեք, սերը դա մարդկային կյանքի անբաժանելի մասն է եղել, այս հազարամյա մարդկության պատմության ընթացքում միշտ եղել են իրավիճակներ, սերը մարդկանց մղել է հերոսական ինչ-որ արարքների, ոչ ադեկվատ արարքների ցավոք սրտի անգամ սերը մարդկանց մղել է դավաճանության, սպանության, կան սիրո հետևանքներ, որոնք ողբերգական են, որն ամենաճանաչված տխուր պատմությունը սիրո մասին, Ռոմեո եւ Ջուլիետա, բոլորը գիտեն։ Գիտեք ինչ, այսինքն մենք տեսնում ենք, որ մարդկային պատմության մեջ սերը անբաժանելի մասն է, բայց գիտեք ինչ, մի բան է, երբ որ դու ասում ես, ես քեզ սիրում եմ ու կախված է, թե ինչ բովանդակություն ես դնում դրա մեջ, կախված է, թե ում է ուղղված։ Եթե ծնողին է ուղղված, երբ որ դու ասում ես սիրում եմ քեզ, ծնողիդ, լրիվ ուրիշ բովանդակություն է, ուրիշ իմաստ է մեջը։ Երբ որ ծնողն է ասում զավակներին, մեկ այլ իմաստ է դրվում, երբ աղջիկը կամ երիտասարդ տղան խոստովանում են իրար սեր, լրիվ ուրիշ բովանդակություն եւ իմաստ կա դրանց մեջ։ Մի բան է, երբ որ ասում ենք սիրում ենք մեր հայրենիքը, ու գիտեք, այդ ամեն ինչի մեջ մենք հասկանում ենք, որ դա ուղղակի խոսքեր չեն։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Ամեն մի խոսքի ետևում կանգնած է ինչ-որ մի արարք։ Երբ որ երեխան է ասում սիրում եմ ծնողին, ինքը հոգ է տանում։ Ու դա շատ կարևոր է, այս վերջերս մեր քանաքեռի եկեղեցում մի քարոզ լսեցի մեր Հովիվ Լուսյան Արմենից, որը շատ ուսուցողական էր, որ ընտանիքում երեխաները երբ որ տեսնում են սեր, հարգանք ամուսինների միջև երեխաները տեսնում են եւ իրանք սովորում են։ Շատ կարևոր է, որ այդ ընտանիքում այդ մթնոլորտը լինի միաբանության եւ սիրո մեջ, որ երեխաները տեսնեն, սովորեն, որ իրանք էլ այդ ընտանեկան մոդելը գա ժամանակ նույն ձևի կառուցեն։ Իսկ ցավոք սրտի, որ երբ որ չեն տեսնում, որտեվ հնարավոր է որ ասես ես քեզ սիրում եմ, բայց дրա հետևը кանգնած լինի ծեծ ու ջարդ։ Ցավոք սրտի մի այսպիսի թևավոր խոսք կա, որը ռուսերեն է հնչում։ Если бьет, значит любит։ Անտրամաբան, լսել եք, այդ խոսքը, ֆիլմերում շատ կա ռուսական անտրամաբանական արտահայտություն է ու գիտեք ինչ, շատ մարդիկ հավատում են դրան։ Ու ուզում են այդ մոդելով կառուցել իրանց ընտանիքը։ Գնանք առաջ։ Գիտեք ինչ, Աստվածաշնչում էլ կան սիրո պատմություններ եւ հերոսներ։ Աստվածաշունչը զերծ չի մնացել դրանից։ Օրինակի համար ճանաչված պատմություններից մեկը ամենայն դեպս ինձ համար
Հակոբի եւ Ռաքելի պատմությունն է։ Ծննդոց 29-20-ում է գրված, ես կպատմեմ, երբ որ Հակոբը փախնում է իր հորական տնից, գնում է իր քեռուտուն, Լաբանի տուն եւ այնտեղ հանդիպում է Ռաքելին եւ սիրահարվում է։ Լաբանը, քանի որ միամիտ չէր, ասում է կարող եմ իմ աղջկան քեզ կնության տալ, բայց պայման ունեմ։ 7 տարի պետք է ձրի աշխատես։ Ստեկա տղամարդ, որ 7 տարի ձրի կաշխատի։ Իր կնոջ համար, որ կնության էր։ Գիտեք, ու գրված է, որ ինքը 7 տարի աշխատում է։ Ու եթե կարդաք կտեսնեք, որ գրված է, այդ 7 տարին մի օրվա պես անցավ Հակոբի համար, որովհետև շատ էր սիրում Ռաքելին։ Դուք տեսնում եք սերը ինչ է անում։ Ոնց է ժամանակը կարճացնում, ովքեր որ սիրահարված են եղել ժամանակին հեռախոսով խոսացել են իրենց սիրեցյալի հետ, մենք էլ տեսել են մի ժամ, 2 ժամ խոսում են հեռախոսով, չեն ուզում ադբոյ տան, ճիշտ եմ ասում, սիրահարվածներ։ Այո, բայց ցավոք սրտի 7 տարի հետո Լիային է կնության տալիս Հակոբին, հետո 7 տարի էլ է աշխատացնում։ Ուզում եմ պատկերացեք սերը ինչ ուժ ունի, որ տղամարդը 14 տարի աշխատում է, որպեսզի կնության վերցնի մեկին, որին ինքը սիրում է։ Ես կարծում եմ Հակոբը լիարժեք կարող էր ասել Ռաքել, ես սիրում եմ քեզ։ Եվ Ռաքելը չէր կասկածի այդ խոսքերի մեջ, որովհետև ինքը տեսել էր արարքը, տեսել էր նվիրվածությունը Հակոբին իրեն։ Կան նաև բացասական պատմություններ Աստվածաշնչում, օրինակի համար մեկ օրինակ կբերեմ Դավիթի ընտանիքում, Դավիթի մի որդին Ամնոնը սիրահարվում է իր քրոջ Թամարի վրա։ Դավիթը շատ կանայք ուներ, տարբեր կանանցից էին երեխաները, ու կարծես այդ սերը շատ հիվանդագին է լինում, այնքան հիվանդագին, որ ինչ որ դավ են դավում իր ընկերոջ հետ, Թամարին կանչում են, որպեսզի հաց պատրաստի եւ կերակրի իր եղբորը, եւ Ամնոնը նենք կերպով բռնաբարում է իր քրոջը։ Եվ գիտեք հետո ինչ է գրած։ Գրված է այսպես, որ Ամնոնը ավելի շատ ատեց Թամարին, քան թե մինչև այդ սիրում էր։ Հիշում եք սենց խոսքել կա թևա, որ սիրուց դեպի ատելություն մի քայլ է։ Ինչի եմ ես պատմությունը, սա ներածական խոսքն է, ինչի եմ պատմում, որովհետև անդրադառնալու եմ իրականում այն խոսքին, որը Աստվածաշնչում շատ կարևոր տեղ է գրավում, այսօր ոնց որ լուսավորությունը լավ է, քան թե անցյալ անգամ, անցյալ անգամ հիշում եք, ասի չեմ տեսնում, ստիպված եմ վստահել Սուրբ Հոգում։ Այսօր էլ եմ ստիպված լինելու վստահել Սուրբ Հոգում, չնայած որ տեսնում եմ իմ կոնսպեկտը։ Երբ մենք Աստծուն ենք ասում, սիրում եմ քեզ Աստված, մենք երգեր ունենք անգամ, որի բառերի մեջ գրված է, որ ու մենք երգում ենք սիրում եմ քեզ Հիսուս, ու սենց երգում ենք։ Մտածել եք իրականում սիրում եք։ Լավ։ Կամ Աստված է ասում, Աստված սիրեց աշխարհը, չէ՞։ Գիտեք այդ հայտնի տեղը, որ գրված է Հովհաննես Ավետարանի 3:16-ում, որ Աստված այնպես սիրեց աշխարհը եւ որ իր միածին որդուն զոհեց, որ նրան ամեն հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Կան այսօր մարդիկ, որ առաջին անգամ են այստեղ։ Փառք Աստծո։ Մեկ հոգի։ Գիտեք ինչ, Աստված իր սերը ապացուցեց մեզ այն ժամանակ, երբ որ մենք արժանի չէինք սիրու։ Ճիշտ եմ ասում։ Առաքյալը գրում է, որ բոլորը իրանց մեղքերի մեջ մեռած էին, ատում էին եւ ատելի էին, եւ իրականում, երբ որ մենք մեր հետ ազնիվ ենք լինում, նայում ենք մեր մեջ, մեր սրտի, մեր խղճի, մենք հասկանում ենք, իրականում հասկանում ենք, որ
մենք արժանի չէինք սիրուն, բայց Աստված սիրեց ու ասեց ոչ միայն սիրեց, այլ նաև արարքով ապացուցեց իր սերը։ Ու այդ ապացույցը ծաղկեփունջ չէր սիրելիս։ Ոչ էլ Եգիպտոսի հանգստյան վայրի ինչ որ տուր, այլ իր միածին որդու Հիսուս Քրիստոսի կյանքի գինն էր, ինչպես Պետրոսի թղթում գրված է, որ ոչ ոսկով, ոչ արծաթով գնվեցաք, ոչ էլ հայրենավանդ ինչ որ բաներով, այլ Քրիստոսի պատվական արյունով։ Սոս եղբայրը խոսում էր ու ես ոգևորված էի նրա խոսքերից։ Փառք Աստծո։ Հասկանում եք, շատ կարևոր բան է Աստված խոսում։ Ուզում եմ միասին բացենք Հովհաննեսի ավետարան։ Հովհաննեսի ավետարան 14 գլուխ եւ 15-րդ խոսքը։ Տեսեք, սա Հիսուսի խոսքերն է։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք։ Հələ սիրում եք։ Իսկ գիտեք Աստծո պատվիրանները։ Իհարկե, հին ուխտում այդ 10 պատվիրանը եւ բավականին շատ օրենքներ, պատվերներ, ու գիտեք պատվիրանի մեջ հրամայական ինչ-որ բան կա։ Հիսուսը չասեց աշակերտներին տղաներ մի հատ առաջարկ ունեմ, կարան քվեարկենք, սենց բան եմ ուզում առաջարկեմ։ Չէ։ Ինքը կարիք չուներ քվեարկության, որտեվ ինքը Աստծո որդին էր, ինքը պատվեր տվեց, ասեց, եթե ինձ սիրում եք, պահեցեք իմ պատվիրանները։ Իսկ որոնք են այդ պատվիրանները։ Արարողակարգային պատվիրանների մասին չեմ խոսում, որտեվ դրանք վերաբերվում էին Իսրայել ժողովրդին, զոհի հետ կապված, ամանների լվացման, ժամանակի, հագուստի, բայց բարոյական առումով փոխհարաբերությունների մարդկային դա վերաբերվում է եկեղեցուն։ Որտեվ Հիսուսը, տեսեք, ասում է, եթե սիրում եք ինձ, պահեցեք իմ պատվիրանները։ Մեկը եկավ Հիսուսի մոտ եւ ասեց, որն է առաջի պատվիրանը, ամենամեծ պատվիրանը։ Շատերը գիտեք։ Հիսուսն ասեց, որ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, զորությամբ, եւ երկրորդը սրա նման։ Սիրիր քո եղբորը քո անձի պես։ Պահում ես այս պատվիրանը։ Ասում ես սիրում եմ Հիսուսին։ Գիտեք ինչ, հեշտ չի պատվիրանը պահել, ասեմ։ Հնազանդվել Աստծո պատվերին խոսքին դժվար է, բայց հնարավոր է, որովհետև Հովիվ Արմենն ասում էր, որ այսօր այն օրն է, որ ամբողջ աշխարհը տոնում է Սուրբ Հոգու, Պենտեկոստեն եւ Սուրբ Հոգին երկնքից եկավ երկիր եւ բնակվեց մեր մեջ։ Դուք պատկերացնում եք, որ մենք, ովքեր այստեղ ներկա են գտնվում, Սուրբ Հոգու տաճար են։ Եթե կանչել ես եւ Սուրբ Հոգին եկել է քեզ մեջ, ու դու քո կողքը քո մեջ ունես մեկին, որը կարող է օգնել քեզ սիրել քո եղբորը։ Հիշում եք Հիսուսը այսպիսի մի բան ասեց. Ոնց եթե չես սիրում քո եղբորը, որին տեսնում ես, ոնց կսիրես Աստծուն, որին չես տեսնում։ Ուզում եմ մտածենք, կշռենք, հասկանանք, որովհետև շատ կարևոր է սա, որովհետև մենք երգում ենք, մենք խոստովանում ենք քարոզիչը բեմից, ասում է, սիրում ես Հիսուսին, դա ասում ես ամեն։ Ու Աստված ասում է ամեն, բայց ոնց որ այդքան էլ ամեն չի։ Գիտես ինչի։ Որովհետև քայլ չես անում ներողություն խնդրելու քո եղբորից։ Մտածելով, թող ինքը այդ հայտնությունը ստանա։ Գիտեք, մենք աղոթում ենք, ասում ենք, Աստված ջան, այսպես խնդրեմ կա, օգնի, ինձ լուծում տուր, ու Աստված լուծում է տալի։
ասում է գնա, ներողություն խնդրի, ապաշխարի գրկի, այդ ուրիշ բան ասա, էլի Հիսուս ջան, ոնց որ այդքան էլ հարմար չի ինձ, աղոթում խնդրում ենք, որ լուծումը ստանանք, այս լուծումը տալիս է, ասում ենք չէ, փոխի մի քիչ ուրիշը տու, ոնց որ էսի չեղավ։ Ոնց որ ստեղ պետք է ես ցածրանամ, ոնց որ, բայց ինքն է մեղավոր, Աստված ջան, ես աղոթում եի, որ ինքը հայտություն ստանա, որ իր խիղճը իրան տանջի, ինքը գա ինձանից ներողություն խնդրի։ Դու ասում ես ես գնամ։ Հիսուսը ասում է, եթե սիրում ես ինձ, պահի իմ պատվիրանները։ Հիշեցնեմ ես խոսքը ինչի հիման վրա է։ Հիսուսն ասում է, եթե եղբայրդ քո դեմ բան ունի, զոհդ թող, գնա հետը հաշտվի։ Ասում է տես բան։ Անում ենք։ Գիտեք, իզուր չի, որ Հիսուսը ասում է, եթե սիրում եք ինձ, եթեն, գիտեք, եթե սիրում եք, որովհետև կան եկեղեցում, դարերի ընթացքում շատ մարդիկ, որոնք իրականում խոստովանում են, որ սիրում են, բայց իրականությանը չի համապատասխանում։ Ցավոք սրտի։ Ուզում եմ մի տեղ կարդամ ձեզ համար, Առաջի Թագավորաց 15-ում, թե Աստված ինչքան կարևորում է այն պատվերը, այն հրահանգը, որ տալիս է իր ժողովրդին։ Եկեք միասին բացենք Առաջի Թագավորաց 15-րդ գլուխ, երևի 22 խոսքը, բայց պատմությունը շատ-շատերը գիտեք ու ես միշտ քարոզվել է, երբ որ Սավուղը ամաղեկին հալածում է, Աստված մինչև հալածելը, ասում է ես պատվիրում եմ գնա, ամբողջ ամաղեկին կոտորի, անասուններից, թագավորով, ծեր, մանուկ, ոչ մեկին կենդանի չթողես։ Ու Սավուղը գնում է, ու Աստված Սավուղի հետ է լինում, ու հալածում է, ու կոտորում է, բայց լավ անասուններից պարարտները լավը պահում է, թագավորին էլ գերի է բերում։ Երբ որ Սամուելը գալիս է եւ իմանում, ասում է, «Ես ինչ արեցիր»։ Ասում է, «Արել եմ այն, ինչ որ Աստված ասել էր»։ Գիտեք, անում էր, բայց ոնց որ տեսավ այդ պարարտ անասունները, ոնց որ ասեց ափսոս չի։ Ոնց կոտորեմ այս պարարտ զրավակները, այս կենդանիները, կամ թագավորին բերեմ ավելի նվաստացնեմ։ Գիտեք ինչ կատարվեց։ Ինքը արեց, բայց ոչ բոլոր Աստծո պատվիրանը։ Աստված պատվիրել էր կանես, բայց ինքը վերջում եկավ ու արեց այնպես, ոնց որ ինքն էր մտածում ճիշտ է։ Ու գիտեք ինչ եղավ։ Եվ Սամուելը ասաց. «Միթե Տերը այդքան հավանում է ողջակեզների եւ զոհերի, ինչպես Տիրոջ ձայնին լսելուն։ Ահա հնազանդությունը զոհից լավ է»։ Զոհի դեմ չեմ եւ զոհի մասին չեմ ուզում խոսամ, այո։ Շատ կարևոր է եւ զոհում ենք ուզում եմ հասկանաք ինչպես Աստված կարևորում իր պատվերը կատարելուն ամբողջությամբ, ոչ մասնակի, այլ ամբողջությամբ, ինչպես որ Աստված ասել է այդպես։ Ասել էր բոլոր անասուններին կկոտորեք, ասել էր։ Կոտորեցին, ոչ։ Ասել էր թագավորին էլ կսպանես, ասել էր, այո։ Սպանեց, ոչ։ Ու գիտեք ինչ կատարվեց։ Աստված փոշմանեց, որ Սավուղին թագավորա դրել Իսրայելի վրա։ Հասկանում եք, Աստված ինչքան է կարևորում այդ պատվիրանը, ինչպես Հիսուսը ասեց, եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանը, ոչ թե կիսատ պռատ, այլ ամբողջությամբ, որովհետև սերը իր մեջ չի պարունակում կիսատ պռատ հնազանդություն։ Հնազանդությունը շատ կարևոր է եւ Աստված այնքան է գնահատում, որ այսպիսի օրինակ է բերում, ասում է, որ հնազանդությունը զոհից լավ է։ Ու շատերը եկեղեցում ինչ որ մի բիզնեսի մեջ են կամ
անիրավ ինչ-որ գործարքների մեջ են, ինչ-որ մեղքերի մեջ են, բայց գալիս են ծառայության բան, երբ որ քարոզիչը խոսում է, իրանք հանդիմանվում են ու ասում ենք, որ թող այդ մեղքը, բայց ինքը ասում է, դե ես աշխատանքը փող եմ աշխատում, 10-րդ եմ տալի, զոհաբերություն եմ տալի, բայց գիտես ինչ, երբ որ Աստված խոսում է քո խղճին, քո սրտին ասելով, թող այդ մեղքը, ավելի լավ է հնազանդվես Աստծուն, որովհետև այդ զոհերը, որ դու անում ես, ուզում ես կներեք այդ թզի տերև անես, ինչպես որ Ադամին և Եվայի ամոթն էին ծածկում, չի կարելի այդպես։ Երբ որ Աստված խոսում է, պատվեր է տալիս, քարոզիչը խոսում է, վստահ եմ, շատ անգամներ բեմից լսել ես ինչ-որ հանդիմանական խոսքեր ու քո մեջ ասել ես, հա, այդ ինձ է վերաբերվում, դոշդ էլ ծեծել ես, ես մեղավոր եմ, ես կփոխվեմ, գնում ես մեկ շաբաթ, ապրում ես այն կյանքով, որով սովոր ես ապրել ու մոռանում ես էլ ինչ ես լսել։ Ես քարոզից էլ շատ բան մոռանալու ես։ Բայց եթե մի բան հիշես, էլի լավ է։ Հիշես Հիսուսի խոսքերը։ Եթե սիրում ես ինձ, պահի իմ պատվիրանները։ Մի պատմություն էլ պատմեց Հիսուսը։ Ասեց հայրը երկու որդի ուներ։ Երկուսին էլ ասեց, գնացեք արտը փորեք։ Այն մեծ տղեն ասեց, պապ, խնդիր չկա, ես կգնամ ու կանեմ։ Այն մի փոքր տղեն էլ մի քիչ ծույլ էր, հավես չուներ, գիշերը ուշ էր եկել տուն։ Ոչ մի բան չասեց։ Ու գիտեք ինչ կատարվեց մյուս առավոտ։ Այն զավակը, որդին, որ ասել էր կգնամ, զանգեցին, թողեց իր գործերով գնաց։ Մոռացել էր, որ խոստացել էր։ Մոռացել էր հոր պատվերը, ինչա պատվիր է։ Իսկ այն զավակը, այն որդին, որը ասել էր չեմ անի, ընդհանրապես բան չէր արել, խիղճը հանդիմանեց եւ գնաց փորեց արտը։ Ու Հիսուսը հարցնում, ասում է, հիմա ով արեց հոր կամքը, նա որ ասեց, այո, ամեն, ես կգնամ, ես կբերեմ, թե նա որ ձեն չհանեց, գնաց ու արեց։ Իհարկե, նա ով որ արեց, որ ամեն էլ չէր ասե, են հետևները միտը նստած էր։ Իսկ են ամեն կգնանք, կբերենք, ասեցին, այո, կփորենք, եկող կիրակի ավետարանչություն բան, հովիվն ասելա կգնանք ու գալիս են ավետարանչության, տեն մեն մարդ չկա։ Բա ամենը իր ասում։ Հասկանում եք, այդ ամեն ինչ ձեզ թվում է, որ Աստված դրանց մասին չի մտածում, չի տեսնում։ Ամեն մի նրբություն, ամեն մի մեր կարծիքով մանրունք Աստված նկատում է։ Աստված շատ նրբանկատա, գիտես, մեր նման չի։ Աստված շատ նրբանկատա։ Ինքը շատ բան է տեսնում, որ մենք տեսնելով չենք տեսնում։ Նայելով չենք տեսնում, չենք հասկանում։ Աստված էդի տեսնում է, բայց եթե մենք, ինչպես որ ասեցինք, որ Սուրբ Հոգին ունենք, եթե զգայուն լինենք Սուրբ Հոգու ձայնին, այդ նրբությունները, որ երկնային Հայրը տեսնում է, մենք էլ կտեսնենք։ Սիրում ես Հիսուսին։ Քչացան ամենները։ Գիտեք, շատ պատասխանատու բան է սա, շատ պատասխանատու։ Մենք եկեղեցի չենք խաղում, մենք քրիստոնեություն չենք խաղում, որտեվ Հիսուս Քրիստոսի գալուստը շատ մոտ է, շատ ավելի քան թե մենք մտածում ենք։ Չնայած ամեն դարում էլ քարոզիչներն ասում էին Հիսուս Քրիստոսի գալուստը շատ մոտ է, բայց այսօր գիտությունը ավելի շատ է, աստվածաբանությունը, ու իրականում հասկանում ենք, որ իրականում հեսա Հիսուսը կարող է գա, որ գա, ինչ է տեսնելու, արդյոք հավատք կգտնի,
ամեն չկա արդեն, սաղս մտածում ենք, այդ ամենը, որ ասում եք, լավ եք անում, բայց դա կոնկրետ պատասխանատվություն է, որտեվ դուք ասում եք, այո, ես կգնամ և արտը կփորեմ, դուք ասում եք ամեն, ես կմասնակցեմ ավետարանչություններին, ես տնային խմբակ կայցելեմ, խմբակի աղոթքներին կլինեմ, իմ 10-րդ, իմ զոհաբերության մեջ հավատարիմ կլինեմ, ասում ենք, բայց այդպես է իրականությունը թե չէ, դա գիտես դու և Աստված, ես չգիտեմ, ճիշտ ասած չեմ էլ ուզում իմանամ, որովհետև բաներ կա, ես էլ չեմ ուզում դուք իմանաք, ուզում եմ ես իմանամ ու մենակ Աստված, դուք ասես եղբայր ինչեր ես խոսում, դու ինչ գիտես ես ոնց եմ ապրում, գիտես ես 30 տարիա հավատքի մեջ եմ, որի 25 տարին քարոզում եմ, միգուցե ավել, բայց հիմա այս մի տարվա մեջ ավելի պատասխանատու եմ սկսել վերաբերվել իմ ասած ամեններին, Աստծո պատվերներին, որովհետև երբ որ դու ոգևորված ես, էմոցիաները գալիս են, դու չես մտածում, ես ասում ամեն, լուրջ եմ ասում, կա տենց բան, ես ինքս եղել եմ դրա մեջ, ես գիտեմ ինչ եմ ասում, ես անցել եմ դրա միջով, հիմա էլի անցնում եմ, նենց չի որ ասել եմ, բայց եկել է ժամանակ ուզում եմ կիսվեմ այն խոսքը, որը իմ սրտում կա ու ես ուզում եմ, որ կիսվեմ իմ քույր եղբայրների հետ, ովքեր որ 10 տարիա, 20 տարիա հավատքի մեջ են, սկսեն մտածել, չանցնի 30 տարի նոր մտածել։ Որն է Աստծո պատվերը, կամքը, Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո արքայությունը գա և թող քո կամքը լինի, դու գիտես որն է Աստծո կամքը։ Ընդհանուր հասկացողություն կա, բարի հաճելի և կատարյալ, ինչ լավ է, բարի հաճելի կատարյալ, շատ լավ է, օրինակի համար, Աստծո կամքը Փիլիպոսի համար, Ստեփանոսի կներեք, բարի հաճելի կատարյալ էր, հիշում եք Ստեփանոսի քարկոծելով սպանեցին, ուզում եք տես բարի հաճելի կամք ձեր կյանքում, չեմ ուզում, ես էլ չեմ ուզում, որ ձեր կյանքում այդպես լինի, բայց հասկանում եք մեր միտքը, երբ որ ասում ենք բարի հաճելի կատարյալ, ուրիշ նկար է նկարագրում մեր մեջ, իսկ Աստված ուրիշ կամք ունի մեզ համար, դրա համար եմ ասում, երբ որ մենք աղոթում, ասում ենք Աստված ջան, թող քո կամքը լինի, հենց գալիս է, որ պետք է լինի, ասում ենք, չէ, դիագնոզը փոխի Տեր ջան, չեմ ուզում դրա մեջով անցնեմ, այդ հեռախոսը ումն է, լավ, եկեք բացենք միասին երկրորդ օրինաց, 28-րդ գլուխ, բոլորդ գիտեք, էդի հռչակավոր տեղ է, ճիշտ եմ ասում։ Դե առաջի խոսքն եմ կարդում։ Եվ եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես և զգուշությամբ կատարես, նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, քո Աստված էլ քեզ երկրի վրա բոլոր ազգերից գերազանց կանի։ Տեսար ինչ խոստում է։ Երբ որ լսես, իմանաս ու զգուշությամբ կատարես, պակաս պռատ բան չանես, զգուշությամբ կատարես, ամբողջությամբ, լիարժեք, այն ժամանակ Աստված քեզ կբարձրացնի, գերազանց կանի ազգերի մեջ։ Հասկանում եք, նայեք ոնց է, քրիստոնյա լինելով, մենք գիտենք, որ դժվարություններից, չարչարանքներից չենք խուսափի։ Գրված է։ Հիսուսն ասում է, ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Այդպես է, թե չէ։ Պետրոս առաքյալը գրում ասում է, ձեզ այդ նեղությունները օտար բան մի համարեք, որ նեղությունների մեջ եք ընկնում։ Հակոբոսն ասում է, որ փորձություններ եք տանում,
մի տրտնջացեք, իմացեք, որ դա ձեր համբերությունն է, գերազանց համբերությունն էլ կատարյալ լինի, որպեսզի խոստմունքները ժառանգեք, հա? Առանց են էլ, այսպես ասած, քրիստոնյա լինելով միևնույն է, մենք այսքան տալի լինելով քրիստոնյա հասկանում ենք, որ մենք ապահովված չենք բոլոր այդ դժվարություններից։ Առանց են էլ ապրելով թեկուզ սուրբ անարատ միևնույն է, Քրիստոսի անունի համար ապրելով ընկնելու ենք դժվարությունների մեջ։ Դե հիմա 16-րդ խոսքը կարդամ։ 28-ի 16-ը։ Տասնհինգից լավ։ Բայց եթե քո Եհովա Աստծո խոսքին չլսես եւ չպահես եւ չանես նրա բոլոր պատվիրանները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, այն ժամանակ այս ամեն անեծքները քեզ վրա կգան եւ կհասնեն։ Հերիք չի, Քրիստոսի անունի համար հալածվում ենք, հələ մի հատ էլ հանկարծ անհնազանդության պատճառով կանոնները չպահելու պատճառով մի հատ էլ ավելնորդ չարչարանքների մեջ ընկնենք։ Գիտեք, ոչ թե Աստված կազմակերպում այնպես, որ մենք ընկնենք այդ անեծների տակ, այլ մեր ապրելակերպն է բերում դրան։ Մեր անտարբերությունն է Աստծո կամքի եւ պատվերների նկատմամբ բերում դրան, որ մենք ընկնում ենք դժվարությունների մեջ։ Գիտեք, նենց չի, որ հանգիստ եւ խաղաղ կյանք ենք վարում։ Ցավոք սրտի լինում են շատ դժվարություններ, հիվանդություններ, ֆինանսական դժվարություններ, ընտանեկան դժվարություններ, հարազատի կորուստ, անժամանակ, անսպասելի ու եթե դու չիմանաս Աստծո խոսքը, շատ դժվար կլինի քեզ համար։ Եթե դու չպահես Աստծո պատվերները, իսկ ինչպես պահես, եթե չիմանաս։ Այսինքն, մենք պետք է կարդանք Աստծո խոսքը, թե չէ։ Բավական չի այստեղի քարոզները, որ դուք լսում եք, իմ սիրելի քույր, եղբայր։ Դու պետք է կարդաս Աստծո խոսքը։ Գիտես, դու հիմա կասես, բայց ոնց հիշեմ այդքան պատվիրան, քեզ պետք չի հիշել։ Ով որ հիշում է, քո մեջ բնակվում է։ Ինքը լավ գիտի Աստծո խոսքը։ Սուրբ Հոգին բոլոր պատվիրանները գիտի։ Քեզ ուղղակի պետք է ամեն օր Հիսուսի հետ քայլել։ Եվ երբ որ իրավիճակները փոխվեն, Սուրբ Հոգին քո մեջից քեզ խոսք կտա հռչակման, քեզ խոսք կտա դավանության, կառաջնորդի քեզ աղոթքում, որպեսզի դու Աստծո Հիսուս Քրիստոսի անունով Սուրբ Հոգու զորությունով քանդես սատանայի բոլոր գործերը։ Բայց եթե դու չկարդաս, ես չեմ ասում, պատվերներից մեկն է, որ մենք պետք է կարդանք Աստծո խոսքը։ Եթե դու սիրում ես Հիսուսին, քո տնային խմբակի ավագը կամ քո հովիվը չի ստիպի, որ դու Աստվածաշունչ կարդաս։ Ամեն անգամ չի հիշացնի, որ մենք աղոթքաժողով ունենք, եկեք։ Եթե դու սիրում ես Հիսուսին, ուզում եմ, որ սկսես կամաց կշռել քո սերը Հիսուսի հանդեպ։ Գիտեք, կան բաներ, որոնք Աստված ատում է եւ զզվում է։ Ու ես կկարդամ ձեզ համար այդ։ Առակաց 6-րդ գլուխ։ Առակաց 6 16 6 բան կա, որ Տերը ատում է, եւ 7-ը զզվելի են նրա հոգու համար։ Ու կարդում եմ. ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ,
չարության համար վազելու շտապող ոտքեր, սուտ փչող անիրավ վկա եւ եղբայրների մեջ կռիվ գցող։ Գիտեք, նենց չի, որ մենք միտումնավոր ուզում ենք ինչ-որ մեղքը սիրում ենք, ուզում ենք այդ մեղք անենք։ Գիտեք, սատանան շատ հմուտ է ստեղծելու իրավիճակներ, որ մեզ ներքաշի այդ բաների մեջ։ Սուտ խոսալուն, խոսք տանել բերելուն, եղբայրների, բարեկամների, չէ՞։ Երբ որ հավաքվում են բարեկամներով կամ թաղում է լինում, կամ ուրախություն, սենց քրերով, աղբերներով սկսում են խոսալ, սրանից բայնի քո մասին սենց բան ասե, ոնց իմ մասին տենց բան ասե, ու խոսում ես, այ քեզ նենց չի, որ դու մտածում էիր խոսք տանեմ բերեմ, կան ինչ ասելա տանեմ ասեմ։ Չէ, մենք միտումնավոր 99.9%-ով չենք անում, բայց հմուտ թշնամին մեզ ները քաշում այդ իրավիճակների մեջ, որ ստիպված լինենք սուտ խոսալու։ Ստեղ Աստված զզվում է ստից։ Ինչքան ենք սուտ խոսում։ Չեմ ուզում հաշվեմ։ Ինչքան բամբասանքի եւ չարախոսության մեջ ենք ներքաշվում ու մասնակցում ու մեկ էլ գալիս ենք դու ոնց էլի ինձ ներքաշեցին, սկսում ես դու քեզանից զզվել, Աստված ջան, ես ոնց նորից ներքաշվեցի ես անիրավ խոսակցության մեջ։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես մենակ չեմ։ Տերը ողորմած է, Տերը ներում է, այո, բայց գիտեք ինչ, դա ցուցանիշն է քո սիրու առ Աստված։ Երբ որ մենք մոռանում ու ներքաշվում ենք տենց բաների մեջ, իմացի այդ պահին դու մոռանում ես Հիսուսի մասին, չես հիշում, որտեղ եթե հիշես, չես անի այդ բանը։ Ուրեմն բավականին սիրահարված չես Հիսուսին։ Շատ լուրջ մեղքեր աստեղ գրած։ Իհարկե մենք ոչ բոլորը չենք անում, գտենք արյուն չենք թափում, անմեղ հույսով եմ։ Էլի բաներ կա, որ չենք անում, վստահ եմ, որ բացառված է քրիստոնյայի համար, բայց կան բաներ, որ այդ հմուտ թշնամին, իմիջայլոց ասեմ, այդ հմուտ թշնամուն Հիսուսը հաղթել է, հալելույա, ու հաղթանակը տվել է ինձ ու քեզ արդեն։ Հիշի, որ դու պայքարում ես, պատերազմում ես պարտված թշնամու հետ։ Հիսուսը արդեն հաղթել է եւ հաղթանակը տվել է քեզ, եւ այդ հաղթանակի վկայությունը Սուրբ Հոգին է, որ բնակվում է քո մեջ։ Ասում է Աստծո սերը Սուրբ Հոգով սփռված է մեր սրտերում։ Ամեն, հալելույա։ Սերը պոտենցիալը բնակվում է մեր մեջ, մնում է արտահայտվի, մնում է գործերով, արարքներով ցուցաբերվի, Սուրբ Հոգով Աստծո սերը բնակվում է մեր մեջ, սիրելիս։ Համաձայն ես, մնում է դա արտահայտվի։ Գիտեք, Աստծո պատվերին հնազանդվել, երբ որ խոսում ենք հնազանդության մասին, ուզում եմ ձեզ բարի լուր ասեմ, որ հնազանդությունը հոգու պտուղ չի։ Գիտեք, չէ, հոգու պտուղները սեր, խաղաղություն, դա ձևավորվում է քո մեջ, երբ որ դու աղոթում ես, լեզուներով ես աղոթում, որտեղ Աստծո խոսքն ասում է լեզուներով աղոթողը իր անձն է շինում, ներսի մարդը, չգիտեմ մեխանիզմը ոնց է գործում, որ փոխվում ենք, այդ Աստված գիտի, բայց ու այդ պտուղները ձևավորվում են մեր մեջ, իսկ հնազանդությունը Սուրբ Հոգու պտուղ չի։ Դու քեզ պետք է հնազանդեցնես, որտեղ Աստված խոսել է, դա ես չեմ ասել, որ ասես այս եղբայրը իր ասածը չէ, կարամ չհնազանդվեմ, դա Հիսուսի խոսքերն են, իսկ Հիսուսի խոսքը, Հիսուսի ասածը ասած է, սիրելիս, դա մարդու ասած չի, որ անուշադրի լինես կամ ականջի կողքով անցկացնես,
չկարևորացնես այնքան, ինչքանով որ կարևոր է ինքը։ Ու շատ կարևոր է դա։ Լուրջ հարց է սա, սիրելիս։ Համենայն դեպս ինձ համար այնքան լուրջ է, որ ես մտածել եմ, քննել եմ, նստել եմ, աղոթել եմ, գրել եմ, ինչ-որ տեղեր անել եմ, որ իմ քույր եղբայրների հետ կիսվեմ, որտեվ կան շատերը, որ չեն մտածում դրա մասին։ Ուղղակի ընթացքա սենց իներցիայով գնում ենք, եկեղեցին գնում է, մենք էլ ենք գնում։ Որովհետև ես տեղեր ունեմ կարդալու ձեզ համար, որ շատ ավելի լուրջ են լինելու։ Ու էլի Հիսուսի խոսքերն են դրանք։ Հովհաննեսի 12-րդ գլուխ, եկեք կարդանք։ Հովհաննեսի ավետարան 12 և 49-րդ խոսքը։ Հիսուսն է ասում, որովհետև ես իմ անձիցը չխոսեցի, բայց ինձ ուղարկող հայրը նա պատվեր տվավ ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ, և գիտեմ, որ նրա պատվիրանքը հավիտենական կյանք է։ Ուրեմն, ինչ որ ես խոսում եմ, ինչպես հայրը ասաց ինձ, այդպես եմ խոսում։ Նախ մենք տեսնում ենք, որ Աստծո պատվիրանը դա հավիտենական կյանք է, այն պատվիրանը, որ Տերը պատվիրում է, որ մենք պահենք, դա հավիտենական կյանք խոստմունք ունի մեզ համար։ Մյուս կողմը, որ Հիսուսն ասում է, ես չեմ խոսում այն, ինչ ես եմ ուզում, այլ ինձ ուղարկողի խոսքն եմ բերում, Հիսուսի հնազանդության աստիճանը։ Իհարկե մենք գիտենք հայրը, որդին և Սուրբ Հոգին մեկ են։ Ամեն, այդ Սուրբ երրորդությունը, որը շատ կարևոր է և եկեղեցական վարդապետության հիմքն է երրորդությունը, Քրիստոսի աստվածությունը, փրկությունը շնորհքով, դրանք հիմքեր են, ու գիտեք լինելով Աստծո որդի Աստված, ինքը իրանից ոչ մի բան չի ավելացնում, ու ինքը ասում է, որ ես բան չեմ ավելացնում, ես ասում եմ այն, ինչ Աստված պատվիրեց, որ ասեմ ձեզ։ Հիմա տեսնում եք ինչքան կարևոր է, որ Աստծո պատվերը, որ այստեղ գրված է, որ Աստծո պատվիրանքը դա հավիտենական կյանք է, մեր օգտի համար է ասվում։ Ամեն մի ծնող էլ իր երեխային խրատում է, ճիշտ եմ ասում, ծնողներ։ Ամեն անգամ խրատը տալիս ենք տնից դուրս գալուց, ասում ենք տղա ջան չխմես, տղա ջան զգույշ կլինես փողոցն անցնելուց, ինչի համար ենք ասում։ Իրենց ապահովության, անվտանգության համար ենք ասում։ Չնայած չեն լսում մեկը։ Որովհետև գիտեն, այնքան ենք ասել, դե սաղ կյանքը ասել ենք։ Բայց միևնույն է ամեն անգամ ասում ենք, գիտեք, Աստծո խոսքն էլ, եթե դուք մտածես, դե ամեն անգամ նույն բանն եք քարոզում։ Փառք Աստծո։ Պետք է, որ ամեն անգամ մենք լսենք, որովհետև մենք ունենք հակում մոռանալու։ Ունենք այդ հակումը մոռանալու։ Մեկ նենց կարևոր բաներ ենք մոռանում, որ մենք էլ մեր վրա ենք զարմանում, ոնց ես մոռացա։ Դե առավել ևս մի բան, որը կարծես թե նենց թեթև ենք նայում, բնական է կմոռանանք։ Գիտեք, Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ, նորից եկեք բացենք։ Որովհետև Հիսուսը միայն 15 խոսքում չէր, որ մեզ հորդորում էր։ Եկեք նայենք 21-րդ խոսքը։ Ով որ իմ պատվիրանները ունի և նրանց պահում է, նա է ինձ սիրողը։ Հասկանում եք, ոչ թե ասողը, այլ նա, ով որ ունի պատվիրանները իր մեջ, գիտի և պահում է այդ պատվիրանները, ոչ միայն գիտի, այլ պահում է, ոչ թե հայր մերը անգիր է ասում,
բացի ասելն էլ գիտի պատվիրանները եւ պահում է։ Տեսեք, ով որ իմ պատվիրանքները ունի եւ նրանց պահում է, նա է ինձ սիրողը։ Շատ լուրջ խոսքեր աստեղ Հիսուսը խոսում։ Ես պիտի խնդրեմ քեզ, քույրս, եղբայրս, քննես քո կյանքը։ Տեսնես, որ պատվիրաններն են, որ Աստված քեզ պատվիրել է եւ դու ականջի կողքով անցկացրել ես։ Աստված քեզ ասել է, թող այս մեղքը, մի արա այս բանը, մի բան բասի, մի չարախոսի, մի ծխի, մի խմի, տղամարդիկ։ Բայց շարունակում ենք։ Մտածելով մի տարի, 2 տարի, 10 տարի, 20 տարի, 30 տարի Հիսուսն ասում է հնազանդվիր։ Ով որ պահում է իմ պատվիրանը, նա է այն սիրողը։ Ձեր ասելը Հիսուս սիրում եմ քեզ։ Հիսուսի ականջը չի շոյում սիրելիս։ Ինքը խոսքով չի խափնվում։ Գիտեք, չէ, ցավոք սրտի կա տենց տղաները խափում են աղջիկներին, սիրո խոստումներ են տալիս, սիրում եմ, հետո թողում են։ Հա, անվանում ենք խափնվեց, տենց ենք ասում։ Կա տենց պրակտիկա։ Իհարկե կա։ Որովհետև այդ քաղցր խոսքերը լուրջ չեն մտածում, հիմնականում անփորձ երիտասարդ աղջիկները ու տրվում են այդ խոսքերին։ Հիսուսը խոսքերին չի տրվում, այդ խոսքերը իրան չեն հուզում։ Ինքը գործով է ուզում տեսնի այդ ամեն ինչը։ Դա շատ կարևոր է։ Իհարկե, մենք էլ մեր ընտանիքներում, մեր կանանց, ամուսիններին ասում ենք սիրում եմ քեզ, ասում ենք։ Բայց միևնույնն է, այդ սերը պետք է արտահայտվի գործով։ Ցավոք սրտի ոչ միշտ են կարողանում արտահայտել։ Ճիշտ եմ ասում, տղամարդիկ, մեծամասնությունը կանայք են, սա ամեն։ Սա ամուսիններից բան են, էլի տենց։ Ներված են։ Իրականում Հիսուսը ուզում է ցույց տա, որ դրանք ուղղակի խոսքերը, դրանք զգացմունք չի։ Այո, հնարավոր է այդ ժամանակաշրջանում նոր զգացմունքային ինչ-որ վերապրումներ ունենք, բայց հասուն սերը, ինչի մասին խոսում է մեր Տեր Աստվածը, դա արարք է, գործողություն է։ Եթե դու հավատում ես Հիսուս Քրիստոսին, եթե դու սիրում ես Հիսուս Քրիստոսին, ուրեմն պետք է պահենք բոլորս նրա պատվիրանները։ Մի անգամ Հիսուսը Պետրոսին հարցրեց. Պետրոս, սիրում ես ինձ։ Ասեց, այո, սիրում եմ։ Ու ասեց, ինչ լավ է, ասեցի, սիրում եմ, ես էլ կասկածում էի։ Տենց ասեց Հիսուսը։ Ինչ ասեց։ Ասեց, արածեցրու։ Այսինքն գործողություն ինքը ցույց տվեց։ Եթե սիրում ես, արածեցրու իմ գառներին, արածեցրու իմ հոտը, հոգ տար իմ հոտի, իմ զավակների համար, իմ աղջիկների, իմ դստերերի, իմ զավակների, որդիների համար հոգ տար, կերակրի ժամանակին, հագցրու, սովորեցրու, որովհետև ու գիտես մի անգամ էլ հարցրեց։ Ասես Պետրոս սիրում ես ինձ։ Երրորդ անգամ արդեն Պետրոսը նեղվեց։ Ես էլ կնեղվեի ճիշտն ասած։ Որ մի բանը 3 անգամ հարցնեն դու ասում ես սա կնեղվես։ Ասես դու գիտես որ սիրում եմ։ Գիտի որ սիրում ես։ Լավ է որ գիտի։ Ժամանակը ցույց կտա։ Երբ որ գգա ժամանակը ինչ որ մի բան անելու Աստծո անունի համար դու պատրաստ լինես անելու։ Որովհետև եթե սիրում ես, ուրեմն պահենք պատվիրանները։
մի հատ շատ լավ տեղ եմ ուզում կարդամ։ Եկեք բացենք Ղուկասի ավետարան 6-րդ գլուխ։ Լուրջ տեղ եմ կարդալու, պիտի ուշադիր լսես, ուշադիր։ Վեց 46 Եվ ինչու եք ինձ Տեր Տեր կոչում եւ չեք անում այն, որ ասում եմ։ Գիտեք, այդ բառը Տերին, այդ զգացմունքային բառերը կրկնվում են, բայց պիտի ասեմ, չես կարա Հիսուսին, չասեմ խաբես, կոպիտ հնչում, էլի։ Համոզես, շնորհակալություն։ Համոզես, որ սիրում ես։ Հիսուսը կոնկրետ այդ մարդկանց է ասում, ովքեր որ ասում էին Տեր, կոնկրետ այդ մարդիկ հա Հիսուսին ասում էին Տեր, բայց չէին անում են ինչ որ Հիսուսը ասում էր, ու իրանց հանդիմանում ասում, եք ինձի Տեր ասում։ Ինչի ենք ասում Տեր։ Ու չենք անում այն, ինչ որ Տերը ասում անենք, եթե Տերը մենք ծառայենք, ուրեմն պետք է ծառան անի այն, ինչ որ Տերը ասում է։ Այսինքն Տերն ու ծառան չի հայկական կինոյի։ Չնայած ոնց որ դրան էլ նման է, քնում է ծառան, հադե կհնձենք էլի։ Նոր հիշեցի, չեմ ուզում հումորի վերածեմ, շատ լուրջ տեղ եմ կարդում։ Ինչու եք ինձ Տեր ասում եւ չեք անում այն, ինչ որ ձեզ պատվիրում եմ։ Այսինքն դուրս է գալի, մենք ինչ ենք անում, սուտ ենք խոսում։ Հասկանում եք լրջությունը հարցի։ Առակաց գրքում կարդացինք սուտ խոսող լեզվի մասին, որ Աստված զզվում է, ատում է։ Ինչքան կարևոր ու լուրջ բաներ է Հիսուսը խոսում, ու չեն հասկանում մարդիկ։ Բայց այն մարդիկ, ովքեր Աստծո հոգին ունեն իրենց մեջ եւ ցանկանում են անել եւ կատարել Տիրոջ կամքը այնպես, ինչպես որ Տերը պատվիրել է, իրանք իրականում են ասում Տեր։ Ու գիտեք, շարունակում է, ամեն ով որ ինձ մոտ է գալիս եւ իմ խոսքերը լսում եւ նրանց անում ցույց տամ ձեզ թե ում է նման։ Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխում այդ մարդկանց կոչվում է իմաստուն։ Ովքեր ինչ են անում, փորում են եւ հիմքը դնում են ժայռի վրա։ Ես շինարար չեմ, բայց շատ եմ մասնակցել շինարարություններին։ Այստեղ կան շինարարներ եւ ոչ, բայց ուզում եմ գիտակցեք, հասկանաք լրջությունը ինչ համեմատություն է տալիս Հիսուսը, ինչ է ասում։ Ով որ լսում եւ կատարում է, նման է այն շինարարին, ով որ հիմքը փորում է, մեր ժողովրդական լեզվով ասեմ, էլի, փորում է, այդ ցանցը կապում է, աբալովկա է կապում ու բետոն է թափում, որ հետո վրեն կալոնաներ կանգնացնի, կներեք, որ ժողովրդական տես խոսակցական բաներով եմ ասում, որ հասկանանք, որ հետո այդ հիմքի վրա պատերը շարվի։ Հիսուսը նմանեցնում է այն մարդուն, ով որ լսում է եւ կատարում է Աստծո խոսքը, այդ շինարարին։ Եվ Մատթեոսի ավետարանում իրան կոչում է իմաստուն մարդու։ Եվ բայց իմ խոսքեր լսողը եւ չանողը նման է մի մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա։ Ուզում եմ պատկերացնեք ավազը, Սևանի ավազը, լավ, Սևանի ավազանի ավազը։ Ոնց այդ ավազի վրա ինչքան էլ հարթեցնես քարերը շարես, մի 3-4 հատ իրար վրա դնելուց ինչ կլինի, կփլվի։ Եթե անգամ քո մոտ ստացվի, դու կառուցես ինչ որ բարձացնես, հանկարծ տանիք էլ դնես, այն 3 խոզուկների մուլտը տեսել ես։ Գիտես, այդտենց քամին գա կփչի, ջրերը կբարձրանան ու շինարարությունը կքանդվի։ Բայց ինչքան մարդը
աշխատաժամը դրե, ֆինանսները դրե, ջանքա դրե, ու այդ ամբողջ արածը քանդվեց։ Պատճառը, որ հիմք չդրեց։ Նայեք, մեր քրիստոնեական կյանքի հիմքը պատվիրաններին հնազանդվելն է։ Եթե մենք լսենք ու չկատարենք, Մատթեոսի ավետարանում կոչում է անխելք։ Ինչքան անխելք մարդ կա եկեղեցու։ Այդ թվում նաև ես ժամանակ, որ լսում եմ, Աստված պատվիրում է ու չեմ անում։ Այդ ժամանակ ես նմանվում եմ այդ անխելք մարդուն, որ իմ տունը կառուցում եմ ավազի վրա։ Հավատում եմ Տիրոջը, հավատում եմ Տիրոջ շնորհքին եւ ողորմությանը, որ եթե ես 30 տարի մնացել եմ եկեղեցում, դա միայն Տիրոջ շնորհքի ողորմության պատճառով է։ Վստահեցնում եմ դուք եք։ Եթե ձեզ մնար, կգնայիք, որտեվ ամեն անգամ ստեղ հանդիմանում բեմից, ինչքան կարելի է հանդիմանություն լսել, բայց դա Աստծո սերն ու շնորհքն է, որ մեզ պահում է, որ թույլ է տալի մենք սթափ մտածենք, այդ հանդիմանությունը ինչքան օգուտ է մեզ, ինչպես մի ծնող խրատում է իր զավակին Եբրայեցիս թուղթը, հիշում եք։ Ասում է, եթե առանց խրատ եք մնացել, ուրեմն խորթ եք, հալալը չեք։ Ես չեմ ուզում խորթ զավակ լինեմ։ Ես չեմ էլ ուզում, որ Աստծո տան մեջ եկեղեցում հանկարծ մեկը խորթ մնա։ Դրա համար Աստված հանդիմանում է, Աստված խրատում է, ինչ որ տեղել ծեծում է գրված է Աստծո խոսքի մեջ, սիրելիս։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց ես ունեմ դեռ մի երկու տեղ կարդալու ձեզ համար։ Անհնազանդություն, Աստծո պատվերը եւ անհնազանդությունը։ Հիշում եք, կար մարգարե Հովնան անունով։ Աստված կոնկրետ խոսած Հովնանին, ասեց Հովնան, մեծ քաղաք կա, շատ մարդ էլ ապրում է այդ քաղաքի մեջ։ Այդ քաղաքը մեղքը բարձրացել է, երկինք պետք է վերացնեմ, կրակ ու ծծումբա գալու վառելու այդ քաղաքը։ Գնա ավետարանը քարոզի։ Ու Հովնանը ճիշտ ասած չի ուզում, անգամ ուզում է, որ այդ քաղաքը կործանվի։ Ոնց որ մենք էլի մեր կողքերը բաներ կա, ուզում ենք երկնքից կրակ իջներ, այդ ժողովրդին էլ, այդ քաղաքն էլ ով կա կործաներ, մենք էլ որպես քրիստոնյա տեսնեինք, ուրախանայինք։ Հովնանն էլ էր տենց մտածում։ Ու որոշեց չգնա ավետարանը քարոզի, ասեց իրանց մուր, իրանց գլուխ, ոնց արեն են, թո տենց էլ կոտորվեն։ Նստեց նավ ու փախավ Թարսիս, չհասավ Թարսիս, ճանապարհին փոթորիկ, սաղ այդ նավի ժողովուրդը խառնվել է իրար, ինչ անենք, ես ոնց ա եղե, էլի լավը փառք Աստծո Հովնանի ազնվության համար, հելավ ասեց իմ պատճառով է էդի, ինչ եմ ուզում ասեմ, որ քո անհնազանդությունը վտանգի է ենթարկում ոչ միայն քեզ, այլ քո կողքի մարդկանց, որոնք ընդհանրապես կապ չունեն, քո ընտանիքի անդամները, քո աշխատանքի վայրում, այդ նավաստիները, այդ առևտրականները կապ չունեին Հովնանի հետ, ամեն մեկ իր գործն էր անում։ Հովնանի անհնազանդության պատճառով փոթորիկ բռնվեց, եթե Հովնանը չխոստովաներ, նավը խորտակվելու էր, էլի այդ ձուկը կուլ էր տալու Հովնանին, էլի նույն ձևի լինելու էր, բայց այդ մարդիկ կործանվելու էին։ Չուզելով գնաց ավետարանը քարոզեց ու զարմացավ, որ թագավորը, ժողովուրդը, անասունները ծոմ վերցրեցին, քուրթական մոխիր լցրեցին գլխներին ու ապաշխարեցին։ Ճիշտ է, ինքը նեղվեց, ինքը ուզում էր, որ նինվեր, քանդվեր, վառվեր, բայց հասկանում եք, Աստծո կամքը, հա, այդ որ աղոթում ասում ենք, թող քո կամքը լինի, բայց մեր ուզածն ենք ուզում անենք ու լինի։ Քաղեբի մասին գրված է Թվոց 14:24-ում,
Լավ, եկեք այդ տեղը կարդանք։ Շատ լավ տեղ է։ Թվոց 14:24 Բայց որովհետև իմ ծառա Քաղեբում ուրիշ հոգի կար եւ բոլորովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան այս երկիրը կտամ, ուր որ գնացել է, եւ նրա սերունդը կժառանգի։ Ոչ միայն ինքը, այլ նաև իր սերունդը, իր զավակները, թոռները, ծոռները, մինչև 1000 ազգ։ Ելից 20-ում գրված է, որ մինչև 1000 ազգ օրտնված կլինեն։ Հիմա հասկանում եք հնազանդությունը ինչքան կարևոր է, Աստծո պատվերը կատարելը այնպես ինչպես որ Աստված ասել, ինչքան կարևոր է մեզ համար։ Սիրելիս, ուշադիր լինենք, հետևենք, ինչը ասե Աստված եւ եսին դուք մի մտածեք, որ երկնքից հեսա երկինքը կբացվի, այնտեղից մի հատ ձայն կգա ու կասի, չէ, հովիվը կքարոզի, տնային խմբակում քո տնային խմբակի ավակը կբացի Աստծո կամքը եւ դու ինքդ կկարդաս Աստծո խոսքը կտեսնես, որ որն է Աստծո կամքը, ինչա պատվիրում Աստված, գնաս անես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մի սպասեք երկինքը բացվի։ Նոր այդ խոսքը հնազանդվեք։ Նոյի հնազանդությունը փրկվեց ինքը եւ իր տունը, իր երեխաները, իր հարցները։ Հասկանում եք ինչքան կարևոր է։ Ու գիտեք Նոյը ինչ էր արել։ Նոյը այդ տապանը կառուցել էր սանտիմետրի ճշտությամբ, ինչպես որ Աստված պատվիրել էր։ Չէր ասե կանգնի լավ, 2 մետր էլ մեծ անեմ, հայրը որ բալկոն առաջ են տալի է։ Ինքը տենց չէր մտածում, ասել է այսքան։ Մենք մտածում ենք ինչքան շատ ենքան, ինչքան մեծ ենքան լավ, չէ։ Նոյը արեց սանտիմետրի չափ, ոնց որ Աստված ասել էր, եւ երկարությունը, եւ լայնությունը, եւ բարձրությունը, ինչպես որ Աստված պատվիրել էր։ Հնազանդվեց։ Փառք Աստծո։ Վերջի տեղը կարդամ։ Ֆիլիպեցիս 2:8 Գիտեք այս տեղը անգիր։ Ստեղ բանալի խոսք կա, էլի։ Վեցերորդ խոսքից եմ կարդալու, 2:6-ից, որ Աստծո կերպարանքումը լինելով Հիսուսի մասին է խոսում։ Հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, կերպարանքով մարդի պես գտնվելով, իրեն խոնարհեցրեց։ Հասկանում եք, որ ասում եք դա Սուրբ Հոգու պտուղ չի ձևավորում, մենք ենք մեզ խոնարհեցնում, այստեղ Հիսուսի մասին է գրված, Հիսուսը իրեն խոնարհեցրեց, լինելով Աստված գրված է, ցածրացրեց, խոնարհվեց, այնքան, որ մեր նման դառնավ եւ ինչ արեց, իրեն խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ, մինչև մահ, այն էլ խաչի։ Սիրելիս, շատ օրինակներ կան Աստվածաշնչում, որ դու կարդաց կտեսնես ինչքան հերոսներ կան, դրա մասին գրում է Եբրայեցիս 11-րդ գլուխը, հավատքի հերոսների մասին, ինչեր արեցին։ Բայց մեզ համար ամենավառ օրինակը դա Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսը մեզ մեղքի մեջից բարձրացրել է, բայց ինքը փառքից իջել է դեպի ներքև, հասկանում ես, իրեն խոնարհեցրեց սիրո պատճառով, ու մեզ էլ ասեց, եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները, ամեն, եթե ես քարոզից ոչ մի բան էլ չհիշես, հիշի այդ խոսքը, Հիսուսի խոսքերը, ամեն,